Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթը Հայ ազգային կոնգրեսի համար առաջընթաց էր։ Առաջին անգամ ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն հարց դրեցին Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցել խորհրդաժողովին։ Լևոն Զուրաբյանը թռուցիկ է հետևել ժողովին, որտեղ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ քննարկում էին երկրում առկա սոցիալական եւ քաղաքական խնդիրները։ Հայ հեղափոխական դաշնակցությունը եւս չի մասնակցել, սակայն նրա համար որևէ նոր բան չի հնչել այնտեղ։ Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքերով այնինչ ասաց Գագիկ Ծառուկյանը, իրենք դեռ 2010 թվականին են բարձրաձայնել։ Հիմա ասողին լսող է պետք։ Մենք այսքան ասում ենք ոչ ոք չի լսում, հետո պարզվում է, որ ինչ որ նոր խնդիրներ են առաջացել, նոր գնահատականներ են առաջացել, որի վերաբերյալ դաշնակցությունը պիտի տեսակետ հայտնի։ Մենք մեր հայտարարությունների վերաբերյալ ինչ տեսակետ պիտի հայտնենք։ Բնականաբար մենք կողմ ենք։ Իսկ Գագիկ Ծառուկյանը իր ելույթում մասնավորապես ասել էր. Ամիսներ առաջ մենք շրջանառության մեջ դրեցինք նոր որակի իշխանության ձևակերպումը։ Այս ձևակերպման ես առաջին հերթին ի նկատի ունեմ քաղաքական մենաշնորհի վերացումը։ Սա Հայաստանի ոչ մի լավ բան չի բերում։ Ելույթին արձագանքել էր նաև ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ասելով, թե այն դժվար ընթեռնելի մի նյութ էր, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր ու կային աղաղակող հակասություններ։ Ստեփան Մարգարյանը արձագանքեց իր կուսակցապետի հասցեին ասվածին։ Ես համոզված եմ, որ այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել։ Ես վիրավորելու համար չեմ ասում, որովհետև սա Գալուստ Սահակյանի արտահայտությունները չեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորը չի գտնում, թե Գագիկ Ծառուկյանի ելույթում կային հակասություններ։ Մենք այս իրավիճակում դեմ ենք սահմանադրական փոփոխություններին, բայց փոխարենը պատրաստվում ենք հանրահավաքներ անել։ Այստեղ հակասություն փնտրելը, ես կարծում եմ, ընդամենը պոպուլիստական խոսք է, փորձելով վիրավորել շատ կարևորագույն մեսիջներ, որոնք հղվել են հասարակությանը։ Կուսակցության падգամավորներին վրդովեցրել է նաև այն հայտարարությունները, թե իրենք խուսափում են քննադատել վարչապետի գործունեությունը։ Դուք եթե իմ ելույթները լսում եք ազգային ժողովում, երևի քչություն չի անում վարչապետին ուղղված կամ կառավարությանը ուղղված քննադատությունը։ ԲՀԿ-ական падգամավորները խորհրդաժողովը կարևորում են նրանով, որ կոնսենսուս ստեղծվեց քաղաքական ուժերի եւ հասարակության միջև։